Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում այսօր հյուրընկալել եմ ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Ձեր հետ կապված մի շարք հարցեր կան, նախ այն, որ դուք ազգային ժողովում պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր եք, այս պահին հանդիսանում, իհարկե մենք լսել ենք հայտարարությունը Հանրապետական կուսակցության, բայց մինչ այդ հայտարարությունը դուք հայտարարել եք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք Գագիկ Ծառուկյանի առաջարկած առաջարկ Հայաստանի նախագծով, ինչով են պայմանավորված ձեր որոշումները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, ինչպես նշեցիք, պատիվ ունեմ խմբակցության մեջ ընդգրկված երկու կուսակցությունները, թե Հայրենիքը, թե Հանրապետական կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցում 26 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ես ընդունում եմ իրենց առաջարկությունները, թե ինչու չեն մասնակցում, երկու կուսակցություններն էլ տվել են իրենց մեկնաբանությունը, ես որպես իրենց հետ համագործակցող անձ, որպես գործող պատգամավոր, երկար տարիներ ազգային ժողովում եղած մարդ, ես ունեմ իմ որոշումը կայացրած, որ շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը, քանի որ դուք էլ լավ գիտեք, անցած տարի ես մասնակցել եմ նաև Գյումրու ընտրություններին, այսպես ասեմ, բնականաբար կա կիսատ մնացած գործ անելու, Գյումրիում ունեմ իմ խմբակցությունը, մեր քաղաքը խմբակցությունը, որը կարելի է ասել ամենաակտիվներից մեկն է, եւ ես որպես ազգային ժողովի պատգամավոր բնականաբար Գյումրի քաղաքի, Շիրակի մարզի խնդիրները, շահերը ազգային ժողովում պահելու, պաշտպանելու կարիքը կա եւ լինելու է, դրանով պայմանավորված մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ինչու Պարքավաճ Հայաստան կուսակցությունով, Գագիկ Ծառուկյանի հետ, առաջարկ Հայաստանին ծրագրով, այդ մասին էլ ես իմ հայտարարության մեջ հստակ ասել եմ, ունեմ անցած երկար ճանապարհ Ծառուկյանի հետ եւ այսօր էլ գտնում եմ, որ նույն թիմի հետ համագործակցության արդյունքում շահելու է միանշանակ Գյումրի քաղաքը, ոնց որ 2009-15 թվականներին Գյումրի քաղաքում մենք ունենք կատարած հսկայական աշխատանքներ, շատ լուրջ աշխատանքներ ունենք կատարած եւ ասուկամոք հաջողության պարագայում, ընտրվելու պարագայում եւ խմբակցությունը ազգային ժողով մտնելու պարագայում այդ աշխատանքային ոճը, ձևաչափը կա, ունենք, փորձ ունենք, համոզված եմ, որ մեր համագործակցության արդյունքում Պարքավաճ Հայաստան կուսակցության Գագիկ Ծառուկյանի հետ էլի շահելու է Գյումրի քաղաքը, շահելու է Շիրակի մարզը, շահելու է գյումրեցին։ Պարոն Գրիգորյան, Գյումրի քաղաքի խնդիրներին բնականաբար դեռևս կանդրադառնանք, բայց քաղաքական մասով ընտրություններին մասնակից ուժերը տարբեր մեկնաբանություններ ունեն, նաև ոչ մասնակից ուժերը, որոնք իշխանամետ հայացքներ չունեն, վկայակոչում են տարբեր փաստեր, Նիկոլ Փաշինյանի տարբեր հուզական կամ ոչ հուզական դրսևորումներ, ինչ-որ տեխնոլոգիաներ, որոնք կիրառում է իշխանությունը, բազմաժանր եւ երբևէ չկրկնվող, անդադար մեկ քայլ առաջ տեխնոլոգիաներ, որոնք մեծ ազդեցություն են ունենում ընտրողների վրա, այնուամենայնիվ հուզական այսպես ասած պորտկումները, նաեւ լրագրողների հետ զրույցները, ինչ որտեղ քաղաքացիների հետ հանդիպումներ, այդ թվում նաեւ ձեր մարզում, Շիրակի մարզում, բերում են մի կետի, որ Փաշինյանը լարված է, նյարդայնացած է, այսպիսի վերլուծություններ կան, եւ դա պայմանավորում են ՔՊ-ի այս կամ այն ռեյտինգի չափով հնարավորինս բացասական ՔՊ-ի տեսակետից բացասական։ Բայց մենք ունենք նաեւ ընտրությունների մասնակցության խնդիր, հա, մեր ընտրողների մեծամասնությունը, ընտրելու իրավունք ունեցողների մեծամասնությունը 2021 թվականի ընտրություններին չի մասնակցել, ընդամենը 49%-ն են մասնակցել։ Ինչ վնասներ է իր մեջ ներառում ընտրողին մատուցել ՔՊ-ի վարկանիշի այս կամ այն չափանիշը կամ չափը, որը այսպես թե այնպես հստակ չի, ամեն ինչ պարզ է լինելու հունիսի 7-ին։ Տեսեք, չգիտեմ, ընդդիմությունը այս պայմանությամբ դեռ նոր ձևավորման փուլում է եւ նոր ամեն մեկը իրենց ռազմավարությունը մշակում են եւ որոշակի չափով փորձում են կիրառել, ի տարբերություն ընդդիմությանը, իշխանությունը արդեն հստակ ունի իր ձեռագիրը, հստակ գիտի իր անելիքը եւ հստակ գիտի ուր է գնում։ Այդ բոլոր գործողությունները, այդ բոլոր լրատվական դաշտը գրավելը իշխանության կողմից, ինտրիգներով հանդերձ այդ ամեն ինչով
ես համարում եմ դա իրենց ծրագրի այն հատվածներից մեկն է, որ ծրագրել են եւ իրենց ծրագրով առաջ են գնում։ Իսկ ընդդիմության այն թեզը, որ մարդկանց փորձում են այդ տոկոսները քիչ տոկոս ունեն, վիճակները վատ է, այդ ձևաչափով որ առաջ են գնում, մարդկանց կներեք ես արդարության համար մի տեսակ ավելի շատ արխային վիճակի են գցում մեր ընտրողներին, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց, որ դե եթե ընդդիմությունը ասում է, որ ամեն ինչ այսքան լավ է, այսքան հրաշալի է եւ իշխանությունը կոնկրետ այսօր լուրջ խնդրեմ ունի ընդրվելու, դե այս պարագայում հաշվի առնելով այն ռեպրեսիաները, ցնցումները, այն ճնշումները, որ այսօր համատարած բոլոր տեղերում, բոլոր մարզերում մարդկանց նկատմամբ տիրում է այդ ճնշումը, այդ իրավիճակը, մարդիկ այս պարագայում մտածում են, որ ամեն ինչ եթե այդքան նորմալ է, դե ավելի լավ է մենք էլ դուրս չգանք, մենք էլ չերևանք, մեր մասին քիչ տեղեկություններ լինեն, մենք քիչ թիրախ դառնանք, որ ամեն ինչ լավ է, արդեն իշխանությունը Նիկոլ Փաշինյանը պարտված է, դե մենք էլ ենք խառնվենք իմաստը որն է։ Պիտի այս մասով մի քիչ ավելի նրբանկատ լինենք եւ պիտի ամեն ինչ անենք, որ մեր ժողովրդին նամանավանդ այն մասային, ովքեր որ այս իշխանությունից դժգոհ են, նամանավանդ այն մարդկանց, ովքեր որ երկրի այս իրավիճակի հետ, կարգավիճակի հետ հաշտ չեն եւ չեն կարող ընկալել ընդունել այսօրվա խեղճացած, թուլացած, պարտվողական, հանձնվողական այս վիճակը, այդ մարդկանց պիտի ասենք, որ ժողովուրդ ջան, այնքան էլ ամեն ինչ լավ չի։ Եվ պիտի պայքարենք, եթե յուրաքանչյուր մեկս չպայքարենք ու այն մարդիկ, ովքեր որ հիասթափված են, ցանկություն չունեն դուրս գալու, ցանկություն չունեն խառնվելու ընդհանրապես այս թեմաներին, եւ ամենալավ պատճառաբանությունը այն է, որ մենք քաղաքականության հետ գործ չունենք։ Ոչ մեկ չի ասում, որ երկրի բոլոր մարդիկ այն 3 միլիոն վարչապետ ունենք, այդ 3 միլիոն վարչապետերը պիտի դուրս գան եւ 3 միլիոնով սկսեն կառավարել վարչապետություն անել։ Այսօր ընդամենը մեզ պետք է մարդկանց բացատրել, որ ժողովուրդ ջան, 3 միլիոնով պիտի ընտրենք երկրի վարչապետ, ով որ պիտի պահի 3 միլիոնից շահերը։ Եվ այդ մարդկանց պիտի բացատրենք, որ պիտի գնաք ընտրությունների։ Ամեն ինչ կախված է ձեզանից։ Եթե ուզում եք փոփոխություն, եթե ուզում եք, որ այս վիճակից դուրս գանք, պիտի պարտադիր մասնակցեք ընտրությունների։ Պիտի գնաք, պիտի անցնեք այդ վախի մթնոլորտի միջով, այդ ամեն ինչը պիտի տնեք կողքի, ձեզանից կախված է մի բան՝ գնալ ընտրության։ Շատ մարդ դուրս եկավ, շատ մարդ գնաց ընտրություններին, այս իշխանությունները ունենալու են լուրջ խնդրեմ։ Մարդիկ, տեսեք իշխանության արածը ինչ է, վախի մթնոլորտ տարածելով մարդկանց այնպես անել, որ տներից դուրս չգան։ Տներից դուրս չգան, որովհետև իրենք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը։ Եթե ընդդիմադիր ընտրազանգվածը վախենում է, հիասթափվում է, չի ուզում դուրս գալ մասնակցել ընտրությունների, բնականաբար իշխանությունը հաղթելու է։ Դուք երկու անգամ ձեր խոսքում նշեցիք վախի մթնոլորտ ձևակերպումը, այսինքն իշխանությանը հաջողվել է ձևավորել վախի մթնոլորտ։ Այո, այսօր համատարած վախի մթնոլորտ կա երկրով մեկ, բայց նաև կա այն մասան, այն քանակությունը, որ անկախ վախի մթնոլորտից այդ մարդիկ պատրաստ են դուրս գալու, պայքարելու, ուղիղ առանց կաշկանդվելու, ընդհանուր մինչև այսօր սոցիալական ցանցերում մարդիկ վախենում են իրենց նախընտրած ուժի օգտին կամ քաղաքական կոշչի ելույթի հարցազրույցի տակ նույնիսկ այդ հավանում, լայքերը, մյուս կոմենտներ գրելը, այդ ամեն ինչը դարրել է խիստ վտանգավոր մարդկանց կյանքի, առողջության եւ հետագա կորզնայության համար։ Պարոն Գրիգորյան, երբ արդեն նշмарվում էր, թե ինչ ուժեր են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, իշխանականները սկսեցին մեջ բերել, անգամ սպառնալ, որ թույլ չեն տալու Գյումրի 2-ի սցենարը եւ այլն եւ այլն։ Իհարկե, բոլոր լրատվամիջոցները եւ մարդիկ, որոնք հանձն էին առել դա բացատրելու, բացատրում էին հանրությանը, որ Գյումրի 2-ի մեջ այդ սցենարում որևէ հակաօրինական բան չկա, դա քաղաքական մեթոդաբանություն է, դա շատ նորմալ է եւ հիշեցնում էին անգամ, որ Գյումրի 2-ը ինչպես էր, երբ միավորվեցիք դուք ի վերջում եւ ձևավորվեց մեծամասնություն եւ քաղաքացիական պայմանագրի տեխնացուն ավելի քիչ ձայներ հավաքեց եւ Գյումրիում ընդդիմություն է։ Նույնը արվել է նաև Երևանում, բայց Երևան մեկի մասին իշխանությունը չէր հիշեցնում, որովհետև եթե երկու ուժեր չմիանային, Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ չէր լինելու։
Բոլորը բացատրեցին, որ Գյումրիի երկու սցենարը ոչ մի հակառույնական բան չի լինում եւ ընդդիմությունը կրկին կարող է միավորվել եւ մեծամասնություն կազմել իշխանությունից։ Դուք այս սցենարով հաջորդիվ կրկին իրատեսական համարում եք, որ ազգային ժողովի արդեն ընտրություններում ընդդիմությունը կլինի արդյոք որևէ ընդդիմադիր ուժ, որը չի վախենա երկարացնել իշխանության կյանքը։ Տեսեք, սկզբից կամ Գյումրի 1-ի հետ կապված դուք արդեն նշեցիք, որ մինչև Գյումրի 1-ը եղել է Երևանի տարբերակը, որ մի քանի տոկոսով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերցրել է Երևանի կառավարումը, եւ եթե չլինեին 9%-ով, չլինեին մյուս ուժերը, բնականաբար քաղաքացիական պայմանագիրը Երևանում չէր ունենա քաղաքապետ։ Այնպես որ այդ Երևան 1-ից է եկել, Երևան 1-ի օրինակով է եկել, իսկ այդտեղ բնականաբար հակաօրինական ոչ մի բան չկա, իսկ ինչ մնում է իշխանությունների այդ խառնվելը իրար Գյումրի 1-ը այդպես քննադատել, Գյումրի 1-ի վրա այդպես փորձել ցեղ շպրտել, այդ էլ եմ բնական համարում, որովհետև Գյումրի 1-ը ինչով էր պայմանավորված։ Գյումրի 1-ը պայմանավորված էր նրանով, որ ընդանուր հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսելու մասին էր։ Այսինքն Գյումրիում մենք տեղի մակարդակով կարողացանք պահել համապետական ընտրությունների նախաշեմին, քանի որ Գյումրին ավելի շուտ էր, կարողացանք այդ պահել, որ ինչքան է անձնական խնդիրներ ունենանք, ինչքան է անձնական համակրանք կամ հակակրանք ունենանք մեկս մյուսից նկատմամբ, այնուամենայնիվ պետությունը, պետականությունը ավելին է, քան մեր անձնական խնդիրները, մեր անձնական խնդիրները։ Եվ դրանով պայմանավորված մենք ցույց տվեցինք, որ այն միֆը, որ տարածվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կրելը անհնար է ընտրություններով, մենք դա ընդամենը 1 տարի առաջ ապացուցել ենք, որ անհնարին ոչ մի բան չկա։ Եվ մենք հաջողել ենք Գյումրիում եւ Գյումրիով ցույց ենք տվել եւ իշխանությունը ճիշտ է անում, որ անհանգստացած է Գյումրի 1 գաղափարով եւ բնական եմ համարում, որ այսօր Գյումրի 2-ի հետ կապված այդքան խառնված են իրար եւ աճ-ցախ քննարկվում է եւ այդ ընթացքում էլ ավելի շատ քննադատվում է իմ անձը այդ առումով ես պիտի այստեղ ասեմ, որ բացարձակապես կաշկանդված չեմ եւ ուրախ եմ, որ ես այն մարդն եմ, որ 1 տարի առաջ դրել է մի բանի սկիզբ, որի շնորհիվ այսօր մենք պայքարելու ենք, որ ելի հավաքական ընդդիմությունը պայքարի հավատա իր ուժերին եւ կարողանա գնալ այդ հաղթանակին եւ բնականաբար նաեւ սրանից կամ այդ ձեր տված առաջի հարցին ինչու մասնակցեմ ընտրություններին, բա ոնց չմասնակցեմ ընտրություններին, եթե 1 տարի առաջ ես հավատացել եմ եւ իմ քայլերի արդյունքում ես որ ամբողջ երկրով խոսում է Գյումրի 1, Գյումրի 2-ի տարբերակը, իսկ Գյումրի 1-ը իրականություն է դառել նաեւ իմ շնորհիվ եւ այսօր իշխանությունը փորձում է դրանով ինձ քննադատել, ինձ կաշկանդել, որբիսի ես այդ ուղղությամբ սրան բերեցի իշխանության, նրան բերեցի իշխանության, որբիսի ես այդտեղ կաշկանդվածություն ունենամ, բացարձակապես կաշկանդվելու խնդիր չկա։ Ես ասել եմ, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը պիտի չունենա իշխանություն եւ ես մինչեւ վերջ հետեւողական գնացել եմ դրան եւ այսօր Գյումրիում չկա քաղաքացիական պայմանագիրը չունի իշխանության եւ համոզված եմ, որ եթե այս սկզբունքով ընդդիմությունը իր մեջ ուժ գտնի եւ մինչեւ վերջ պայքարի, մենք տեսնելու ենք նաեւ երկրորդ տարբերակը, որ Հայաստանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի լինելու իշխանություն։ Դուք նշում եք, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում չունի իշխանություն, զուգահեռ հիշեցի, որ ինչ որ մի փուլում հիմա եւս Գյումրին ոչ հոգեվոր առաջնորդ ունի, ոչ քաղաքական։ Պարոն Գրիգորյան, ինչ խնդիրներ է առաջացնում դա քաղաքի կառավարման տեսակետից, որովհետև Աջապահյանի գործը մենք գիտենք, նախ դրա գնահատականը տվել են իրավապահները տարբեր կերպով նորոշվելով, դատախազությունը մեկ անգամ այնտեղ հանցակազմ չի տեսել, հաջորդիվ տեսել է, որովհետև պետք է տեսներ իրենց այդպես էր պետք եւ նաեւ Գյումրու քաղաքապետն է կալանավորված, այն քաղաքապետը, որին ընդդիմությունը աջակցեց եւ դարձավ քաղաքապետ։ Եվ ի սկզբանե էլ արդար էր, որովհետև պետք է աջակցել մեծամասնությանը։ Կարծում եմ, այդ չգրված օրենքները գործեցին շատ լավ։ Բայց քաղաքացիական պայմանագիրն էլ չունի իշխանություն, Գյումրին էլ չունի քաղաքական իշխանության առաջնորդ եւ նաեւ հոգեվոր իշխանության առաջնորդ։
Տեսեք, հոգևոր առաջնորդի հետ կապված նախ օգտվելով առիթից ողջունում եմ մեր սրբազանին եւ շնորհակալ եմ, որ իր անկոդրում կամքը եւ իր ապրած կյանքը, այդ ապրած տարիները ցույց տվեց, որ ոչ մի բան իզուր չի եղել եւ մենք տեսանք, որ այն արշավը, որ եկեղեցու նկատմամբ գնում էր, ոնց որ թե կանգ առավ Գյումրիով, Գյումրու մեր հոգևորականների պահվածքով եւ այն հաղթաշավը, ինչ որ եկեղեցու նկատմամբ սկսել էր իշխանությունը, այսպես դեմ եղավ Գյումրին։ Այո։ Եվ Գյումրիով ոնց որ թե չստացվավ, սրբազանը ձերբակալված, իսկ բոլոր հոգևորականները առանց հոգևոր առաջնորդի կարողացան պայքարել, թեմերում հաջողվեց, իշխանությանը Շիրակի մարզում չհաջողվեց։ Այդ առումով այսօր Փառք Աստծո սրբազանը տնային կալանքում է գտնվում եւ թույլատրվեց սրբազանին, որ պատարակներին մասնակցի։ Այդ առումով հոգևոր մասով արդեն հոգևոր հոդը բավականին լավ է եւ կարող են հոգևոր առաջնորդի հետ հանդիպել կոնե կիրակի օրերը, այդ առումով շատ լավ է։ Իսկ քաղաքային իշխանության հետ կապված, ասեմ, որ քաղաքային իշխանությունը այսօրվա դրությամբ ավականին է։ Ավականին կա, ավականին գործում է, ավականին մեծամասնություն է, ի տարբերություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ավականու առումով ոչ մի պրավալ չունենք, այն նախագծերը, այն օրենքները, այն հարցերը, որ մտնում է ավականի բնականաբար, որը իշակ Գյումրու է, գյումրեցիների է, հաստատվում է, իսկ կառավարման առումով բնականաբար կա մի փոքր բաց հաշվի առնելով, որ քաղաքապետը տեղում չէ, բայց փոխարինողը հնարավորինս փորձում է այդ խնդիրների լուծումները տալ։ Այստեղ ավելի շատ ոչ թե պայմանավորված է քաղաքապետով, այլ պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, ել եմ ասում, ինքը հաշ չէ այդ գաղափարի հետ, որ իրենք Գյումրիում չունեն իշխանություն եւ բնականաբար յուրաքանչյուր քայլափոխին այսպես վատ չէր լինի իրենց համար, որ Գյումրիում պրավալները շատ լինի։ Նաեւ քննարկումներ է եղել առանձին այդ մասով եւ հարցադրումից 2 օր անց արդեն Գյումրի քաղաքում սկսվել է փոսալսման աշխատանքները, այդ մշակման աշխատանքները եւ այս պայթրությամբ էլ ակտիվ գնում է այդ աշխատանքները։ Այն ինչը տեսնում ենք խնդիր կա, տրանսպորտի հետ կապված Լիզան խմբակցության ղեկավարը Կասպարյան Լիզան հարցը բարձրաձայնել է եւ մեզ ասեցին 2-3 օրվա ընթացքում նոր չվացուցակ են ներկայացնելու։ Մինչեւ օրս այդ չվացուցակը ներկայացված չէ։ Տալիս ենք, տվել ենք ժամանակ։ Եղևնի չէին դնում Գյումրիում անգամ իշխանությունները։ Տեսեք, մենք այդ առումով էլ տվել ենք ժամանակ, այսօր մաքսիմում վաղը, եթե չվացուցակը չի հրաբարակվի եւ ժամերը մինչեւ 11-ը խոստացվածի պես չի երկարացվելու տրանսպորտի աշխատանքի ժամերը, բնականաբար շատ խիստ արձագանք է լինելու մեր կողմից, հետևողական ենք լինելու, կապ չունի, որ այսօրվա դրությամբ մենք որոշակի գործողություններ անելուց, այսպես ասեմ, իշխանությունները քաղաքացիական պայմանագիրը նստած ձեռքերն են շփում, որ էս է հա իրար հետ խնդիրները առաջ գալու եւ այդտեղ մենք շահելու ենք, այդ ամեն ինչով մենք կաշկանդված չենք, մենք տվել ենք հնարավորություն, որպեսզի քաղաքը կառավարվի։ Եթե քաղաքը չի կառավարվելու, բնականաբար մենք ավելի խիստ քննադատենք, ավելի խիստ պայքարողնենք ու իրանց համար խնդրեմ ստեղծողնենք, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Աշխատանքները գնում է չնայած նրան, որ մեծ խոչընդոտ կա իշխանության տեսքով, որ կամ բաներ, որ պիտի սատարեն, կամ բաներ, որ որպես կենտրոնական իշխանություն պիտի օգնեն, որ Գյումրին կարողանա այդ վիճակից դուրս գալ, մենք ոնց որ թե այդ օգնությունը չենք տեսնում։ Իսկ այդ օգնությունը չտեսնելը, այդ քինախնդրությունը Գյումրու նկատմամբ հասկանալի է, այդ էլ պայմանավորված է այս առաջիկա պարլամենտական ընտրություններով, որ խոսելու բան ունենան, տեսեք իշխանությունը տվեցիք ընդդիմադիրներին Գյումրիում ու տեսեք Գյումրիում ինչ եղավ, հանգարց չտակ կենտրոնական իշխանությունը այս ընդդիմադիրների ձեռքը Գյումրին նայեք, ձեզի խղճացեք։ Պարոն Գրիգորյան, իշխանությունը պարբերաբար խոսում է հայ-թուրքական հարաբերություններից, բարելավելուց այդ հարաբերությունները, սահմաններ բացելուց, մենք գիտենք, որ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան, Գյումրին նաև
Թուրքիայի հետ սահմանակից է, երբ բացվի այդ սահմանը, Գյումրիի դերը եւ նշանակությունը բոլորովին փոխվելու է եւ Երևանից լրացուցիչ պահանջներ է ունենալու։ Սկսած ենթակառուցվածքներից պետք է Գյումրիում փոփոխություններ արվեն։ Այս մասով ձեր հեռանկարում կամ նախագծերում կամ պլաններում ինչ կա, դիտարկել եք այդ հարցը, ինչ կփոխի Գյումրիում առհասարակ եւ մարդկանց տրամադրվածությունը ինչպես է։ Տեսեք, ընդհանուր քաղաքականությունը մենք պիտի հասկանանք, թե դա մեզ ուր է տանում։ Հասկանալի է տնտեսական առումով, եթե տնտեսապես վերլուծելու լինենք, իհարկե Գյումրու համար ինքը շահավետ կարգավիճակ կլինի։ Սահմանը մոդ է եւ այդ առումով կարող է տնտեսապես շահավետ վիճակ լինի, բայց այստեղ հարցը միայն փողը չէ, որ մենք փորձում ենք մարդկանց ուշադրությունը շեղել, թեքել դեպի փողը եւ փողով կուրացնել մարդկանց, որ տեսեք ամեն ինչ լավ է լինելու, փողը շատ է լինելու, փող եք ունենալու եւ դրանով մարդկանց այն ամենակարևոր բանից ուշադրությունը շեղել անվտանգությունից եւ հետագա նույն Թուրքիայի, նույն Ադրբեջանի քաղաքականությունը, թե այսօր մեզ հասկանալի է, թե ինչ քաղաքականություն են որտեղ գրել եւ ինչ տարբերակով խաղաղություն են ասում, չէ՞, խաղաղություն են բերել, պատերազմ չի լինելու, բայց այդ նույն խաղաղության հետևանքով, այդ ճագերտավոր խաղաղության հետևանքով մենք տեսնում ենք առանց պատերազմ հանձնում Հայաստանի Հանրապետությանը հանձնվելը, առանց պատերազմի բերում են դրան։ Այդ 300,000 ադրբեջանցիների թույլատրելը, սահմանադրություն փոխելը հասկանալի է, չէ՞, որ այդ 300,000 ադրբեջանցին, որ մտան այստեղ ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեցան եւ կարողացան այդ հսկայական գումարները բերել Հայաստան, հասկանալի է, չէ՞, որ մի օր էլ այդ նույն 300,000-ի ներկայացուցիչները կարող են մասնակցել ազգային ժողովի ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ունենան մեծամասնություն եւ առանց պատերազմ վերջում դառնան Արևմտյան Հայաստան։ Ինչ խնդիրներ կան Գյումրիում եւ առաջարկ Հայաստանի նախագծում Գյումրիին ինչ տեղ է հատկացվելու, դուք ինչ եք ներկայացնելու կամ գուցե արդեն քննարկել եք, ընդհանուր հայտարարի եք եկել Գյումրիի մասով։ Քննարկումները ընթանում են, այս պայմանությամբ էլ խնդիրները ուսումնասիրվում է եւ բնականաբար մենք բավական հետաքրքիր հարցեր ենք ներկայացրել Գյումրու հետ կապված, դե Գյումրու խնդիրները հիմնականում բոլորս գիտենք։ Բնականների խնդիրն է, անօթևանության խնդիրն է, որը վերջի 7-8 տարիների ընթացքում բացարձակապես ոչ մի բան չի արվել։ Բայց 2020-21 թվականներին ես հիշում եմ անգամ պետության կարևոր դեմքերը հայտարարում էին, որ լուծված է անօթևանների խնդիրը։ Եթե մենք փնտրենք Google որոնողական համակարգում, այդպիսի բազմաթիվ ռեպորտաժներ կհայտնվեն։ Վերջը ինչ վիճակում է։ Շատ հիանալի կարգով լուծված է, այսօր 2000 ընտանիք ապրում է տնակներում անօթևանի կարգավիճակում։ Եվ ոչ մեկի բնակարանների խնդիրը չի լուծվել։ Իսկ մենք ամեն րոպե աճուծախ լսում ենք մի արտահայտություն, փողի խնդիր չունենք, երկիրը փողի խնդրեմ չունի, չէ՞։ Եթե փողի խնդրեմը չկար, փողի խնդիրը չկար, բայց 2000 անօթևանների նախկին իշխանություններին քննադատելով եկան իշխանության, քննադատելով քննադատության մեխնել հենց նույն անօթևանության, նույն աղետի կոդու խնդիրն էր, չէ՞, առաջ քաշված։ Բայց այսօր այդ հարցերը չի կարգավորվել։ 8 տարի անց Գյումրիում այս պայմանությամբ մի ամբողջ թաղամաս կատաստրոֆիկ վիճակի մեջ է գտնվում, 58 թաղամասը։ Ոնց որ թե այդ գումարները հաստատվել են, փողոցաշինության խնդիրը ամբողջ թաղամասը քանդվել է։ Այնտեղ անգամ մեքենա չի գնում, տաքսի եւ այլն։ Մեքենաները չեն գնում, մարդիկ հայտարարակ վիճակի մեջ են գտնվում։ Ամբողջ օրը Գյումրու սոցիալական ցանցերում հետևում ես, գյումրեցիների կռիվը այդ նամանավանդ 58 թաղամասի, անի թաղամասի մասին է խոսքը, անի թաղամասի փողոցների մասին է խոսքը։ KFW-ով 23 թվականին գոյուղատար համակարգի խողովակների փոփոխման աշխատանքներն է կատարվել եւ ամբողջությամբ պիտի գնար վերանորոգման փողոցների կառուցման կապիտալ նորոգման աշխատանքները պիտի արվեր, մինչև օրս ոչ մի գործողություն չի արվել։ Ինչով էր պայմանավորված։ Պահել էին այդ խնդիրը ինչի համար, որ այսօր ազգային ժողովի ընտրություններին ընտառաջ մարդկանց մոտ նամանավանտել քաղաքապետը արդեն քաղաքային իշխանությունը իրենցը չէ, այսօր այդ ամեն ինչը փորձեն քաղաքային իշխանության վրա պարտելով նորից գյումրեցիներին
անցած ընտրություններին եկան մի քանի մեքենա շիբինով, նաև այնտեղ պատահած պատերի վրա կապ չուներ, դա իր տեղն էր թե չէ, լույսերը փակցնելով փորձեցին մարդկանց տրամադրություններ ստեղծել, թե տեսեք Գյումրիում մենք ինչ աշխատանքներ ենք կատարում, եւ այդ ամեն ինչը մնաց այդպես էլ այդ վիճակների մեջ։ Իսկ զբաղվածության հարցը ինչպես է Գյումրիում։ Կրկին արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է, թե ոչ։ Կա արտագնա աշխատանքի գնացողների թիվն էլ է մեծ, գործազրկության խնդիրը գիտեք Գյումրին Շիրակի մարզը սոցիալապես ամենածանր վիճակում անապահով մարզն է համարվում եւ այս առումով մարդիկ այսպես ասեմ ֆինանսական նմանատիպ բաները ներկայացնելով այս սահմանը բացվելով լավ կլինի, փող կլինի, աշխատատեղ կլինի, այդպիսի բաներով իշխանությունը հասկանում է, որ այսօր թողել է այդ մարզին այդ կարիքի մեջ, այդ խնդրի մեջ եւ այսօր եթե մի հատ պատուհան է ցույց տալիս, որ այդ պատուհանը եթե այսքան բացեմ ձեզ այդ թթվածի նկալու է եւ դրանով փորձեն ժողովրդին ելի եւս մեկ անգամ խապելով, շրջանցելով տանեն այն ճանապարհը, որը այսօր գնում ենք, որ այսօր ճունենք Արցախ, այսօր հագարագործը նստած է մեր հողերի վրա եւ մեզ ասում են բավարարվեք, գոհ եղեք, որ խաղաղություն է եւ այդ խաղաղությունը միայն մենք կարող ենք բերել։ Նմանատիպ խաղաղություն հավատացնում եմ ձեզ նախորդ 3 իշխանություններն է կարող էին բերել։ Քաղաքացիական պայմանագիրը բոլոր այն ուժերին, որոնք մասնակցում են կամ արդեն հայտ են ներկայացրել ընտրությունների մասնակցելու, դիտարկում են որպես իրենց բառն է մեջբերում պատերազմ բերողներ, պատերազմի դուռը բացողներ եւ դրել են նժարներին իրենք իբրև խաղաղություն բերող եւ մյուսները, որոնք պատերազմ են բերելու։ Սա փորձված տեսություն է, բազմիցս կիրառվել է տարբեր երկրներում, Չինաստանում, Խորհրդային Միությունում, երբ հակառակորդին քաղաքական անվանում են ոչ թե քաղաքական հակառակորդ, այլ որպես պատերազմ բերող, դավադիր, օտարազդեցության տակ գործող գործակալներ եւ այլն։ Ինչ կասեք այս մասով, որքանով է բարեխղճության մասին կարելի է խոսել, երբ իշխող ուժը մյուսներին վերաբերում է որպես պատերազմ բերող եւ ինչպես է դա ընդունվում Գյումրիում հասարակության շրջանում։ Հայտնի խոսք է, չէ, որ ասում են կողը առաջինն է բղավում, բռնեք կողին։ Հիմա այդ նույն կարգավիճակն է։ Պատերազմ բերող, պարտություններ բերող, այս վիճակին հասցնող երկիրը, այս վիճակին հասցնող քաղաքական ուժը նույն ձևի բնութագրում է այն ուժերին, ովքեր որ գալիս են ուզում են երկիրը այս վիճակից դուրս բերել։ Եվ հասկանալի է, որ այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը այնքան բան տեսավ, պարտություններ, փորձություններ, դժվարություններ, բարդություններ, որ արդեն այդ ամեն ինչը որ ասվում է, մարդիկ մտովի հետ են գնում այդ անցած օրերը 2018-ից հետո ինչ տեսել են, ինչ իրենց մաշկի վրա զգացել են, բնականաբար սարսափելու են մարդիկ։ Եվ եթե այսօր կարող են հաջողում են այդ ամեն ինչը գցել ընդդիմադիրների կրբանը, որ տեսեք իրանք եկան նորից այդ նույն բաները իրանք անելու են, հասկանալի է, որ այստեղ ժողովրդի հետ խնդիր է առաջ գալիս, ժողովրդի մոտ խնդիր է առաջ գալիս։ Եվ իհարկե այստեղ անելիք ունի կոնկրետ ընդդիմությունը։ Անելիք ունի ներկայացնելու այդ ամեն ինչը, իսկ ես կարող եմ հստակ ասել, որ ոչ մի քաղաքական ուժ այսօր պատերազմ չի ուզում։ Նամանավանդ այն կարգավիճակով, ինչ կարգավիճակի որ այսօր երկիրը հասցրել է գործող իշխանությունը։ Իրենք լավ գիտեն, որ երկիրը հասցրել են այն կարգավիճակի, որ ով էլ կա իշխանության, այս կարգավիճակով, երկիրը այս կարգավիճակով, այս պատրաստվածությամբ չի կարողանալ տանել ոչ պատերազմի, ոչ մյուս քայլերի։ Այստեղ պիտի իշխանության կալացողները ունենան լավ դիվանագիտություն, լավ բանակցելու հնարավորություն եւ այդ բանակցությունների ճիշտ դիվանագիտության արդյունքում փորձենք այն ինչը որ այսօրվա դրությամբ կա, դրա վրա ավելի ճիշտ կառուցենք մեր ապագան եւ մեր հետագա քայլերը։ Դրա հակասությունը երկու կողմից իշխանությունն ունի։ Մեկն ասում են խաղաղություն է, ոչ թե բերելու ենք, որովհետև ազգային ժողովի փոխոսնակն օրինակ ասում է, եթե դագաղներ չկան 18 տարեկան զինծառայողների,
ուրեմն խաղաղություն է, եւ մյուսը, երբ խոսում են խաղաղության, երաշխավորների մասին եւ այլն, իշխանությունը կրկին նախկին վիճակներն է հիշում, երբ ասում է, դե երաշխավորել ենք ունեցել, բայց պատերազմ է եղել։ Դուք ասում եք, որ ընդդիմությունը մեծ անելիք ունի, ես էլ եմ կարծում, որ ընդդիմությունը պետք է հասարակությանը բացատրի, որ ժամանակ ինչպես էր եւ իրավիճակները պետք է գնահատել հենց այդ ժամանակահատվածում։ Այլապես կարելի է երրորդ դարից ինչ որ օրինակ բերել եւ հիմա ասել, տեսեք, թե ինչպես է եղել։ Ինչպես պետք է մարդիկ ընտրողը ճիշտ կողմնորոշվի։ Չմոռանանք, որ այսօր որ տագաղներ չկա, այդ 5000 տագաղների շնորհիվ է։ Այսինքն 5000 տղաներ զոհվեցին, չէ՞։ 5000 տղաների զոհվելու արդյունքում է, որ այսօր հանձնելով, հանձնվելով, խեղճանալով, թուլանալով, պայմաններ դնելով մեր առաջ, այդ պայմաններին ընտարաշ գնալով, այս խեղճացած վիճակով է պայմանավորված, բայց մինչև այդ 5000 տագաղներ տվել են արդեն իրանք։ 5000 տագաղների, 5000 տղաների այս կորուստի հեղինակը հասկանալի է, որ իրենք են։ Եվ մնացածը արդեն այստեղ էլ կարելի է չշարունակել, որովհետև այդ խաղաղությունը, որ ասում են, այդ խաղաղությունը իրենց այսօրվա տված շատ դաժան ձևի է տրվել, այն էլ ժամանակավոր։ Այն էլ հարց է, մինչև այս ընտրությունները տրված է հնարավորություն այս իշխանություններին, որ ազատ այդ մասին խոսել, իսկ ընտրություններից հետո ինչ է լինելու, ընտրություններից հետո ինչ պահանջներ է լինելու, այսօրվա դրությամբ հասկանալի է Ադրբեջանը իր խոսույթը մի փոքր ավելի հանդարտ ծրել է այդ առումով, բայց հարցը այն է, թե 2 ամիս հետո նորից ինչ պահանջներ է սկսելու առաջ բերել ու նորից ինչ սկզբունքներով է առաջ գնալու։ Այն որ իշա մեր երկրի չի լինելու այս իշխանությունների պարագայում, այդ էլ մենք տեսել ենք։ Եվ ինչ անելիքներ ունեք առաջիկայում։ 2 ամիս համարյա ժամանակ է ուղիղ 2 ամիս ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, Գյումրին ինչ է պահանջում եւ ինչ է կանելու։ Բնականաբար խնդիրները շատ են, հանդիպելու ենք գյումրեցիների հետ, խոսելու ենք գյումրեցիների հետ, բացատրելու ենք գյումրեցիներին, պետք է հնարավորություն, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել։ Խնդիրները, եթե այսպես նայենք, բոլոր քաղաքական ուժերն էլ այդ նույն խնդիրներն են արձանագրելու Գյումրի քաղաքում, թե ինչ խնդիրներ կա։ Ուղղակի այստեղ մոդեցման հարցն է։ Այս իշխանությունները ունեցել են բավականին ժամանակ ցույց տալու իրենց մոդեցումը Գյումրի քաղաքին։ Բավական է այդ ամեն ինչը, բավարարել է այդ ամեն ինչը։ Գոհ է գյումրեցին այդ ամեն ինչից։ 25 թվականի քաղաքապետի ընտրություններին այդ գնահատականը գյումրեցին տվեց 60-64%-ը դեմ արտահայտվավ քաղաքացիական պայմանագրին։ Դա հստակ գնահատական էր։ 47000 մասնակցություն, 17000 ընտրել է քաղաքացիական պայմանագրին, 30000 գյումրեցի ոչ է ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հիմա այստեղ մոդեցումը խնդիրը այն է, որ ամեն մեկս պատկերացնում ենք մեր խնդիրները, ուղղակի պիտի ունենանք այդ հնարավորությունը այդ խնդիրներին լուծումներ բերելու։ Իսկ այդ խնդիրների լուծումը ժամանակի ընթացքում մենք տեսել ենք, որ նախկինում եղել է։ Այդ հազարավոր բնակարանները, որ Գյումրի քաղաքում կառուցվել է, եղել է, չէ՞։ Կառուցվել է, մենք տեսել ենք։ Հիմա այս ընթացքում չեն կարող ասել, որ չի կառուցվել։ 8 տարվա ընթացքում պետության կողմից այնտեղ բնակարաններ կան, կարծեմ բարեգործական։ Սոցիալական այդ բարեգործական այդ բնակարանները դա ընդհանրապես իրանց հետ կապ չունի, կարելի ասել ոչ մի բնակարան չի կառուցվել։ Մեծ հաշվով 2000-ը մեծ թիվ է, որը մնացել է։ Պարոն Գրիգորյան, ձեր հայտարարությունից հետո, երբ միացակ մեծամասնությանը քաղաքական ընդդիմադիր թևի, հաջորդեցին քրեական վարույթներ եւ այլն։ Հիմա այդ ամենը կրկին կակտիվացվեն, ինչ վարույթներ կան, ինչ փուլում է գտնվում։ Դե բնականաբար վարույթները կա, գործերը կնում են, դատական process-ները կնում է, ուղղակի իմ խառնվածքը մի փոքր ուրիշ է։ Ես հասկանում եմ, ընտրական process-ների մեջ եմ, պայքարի մեջ եմ եւ հասկանալի է, որ ինչ որտեղ նաեւ ինչ որ հարցում իշխանության համար անցանկալի մարդ եմ համարվում, խանգարող մարդ եմ համարվում եւ իրանք էլ փորձելու են իրենց հերթին ինչ որ բաներով խանգարել ինձ։ Բնական եմ ընդունում, դատական process-ները կան, ընտանիքիս անդամների նկատմամբ հետապնդումները
կան, բայց ես ինչպես տեսնում եք, արդեն 1 տարի անց հնարավորինս ես փորձել եմ անձնական այդ թեմաները հետ պահել, քանի որ անձնականը չեմ ուզում ավելի շատ այսպես թմկահարել, տեսեք, հա, խփում են, ճնշում են, խնդիրներ են ստեղծում, հասկանալի է։ Ես գիտեմ, ես կոնկրետ իշխանության համար ինչ խնդրեմ եմ ստեղծել Գյումրի քաղաքում եւ հասկանում եմ, որ իրենք էլ խնդիրներ են ստեղծում ու ստեղծելու են ինձ համար։ Ամեն դեպքում կարևոր է այն է, որ ասում էին ճնշումներ է լինելու, ճնշումների տակ չենք դիմանալու, ճնշումների արդյունքում տեսեք ինչ է լինելու, 1 տարի անց այսօր բոլորը տեսնում են, որ մենք մեր բռնաձուղուց չենք շեղվում, մենք մեր չափը չենք անցնում, մենք ես առաջի օրվանից ասել եմ, որ պիտի կարմիր գծերը չանցնենք, պիտի պահենք կարմիր գծերը, ճիշտ է շատ դժվար է, երբ որ քո քաղաքական հայացքի համար, քո քաղաքական քայլերի համար հարվածում են ընտանիքիդ, թիրախավորվում է ընտանիքիդ անդամները, բայց այնուամենայնիվ դա էլ իրենց ծերագիրն է, դա էլ իրենց բռնած ճանապարհն է, դա իրենց տեղի թիմերի նաև խնդիրն է, որը ժամանակին առիթ ունեցել եմ այդ մասին խոսել եմ եւ եթե առիթը եղնի, ելի կխոսեմ այդ մասին։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուր ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էր։